Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին, հայտնել է Կրեմլը։ Այսօրը մենք երախտագիտության եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, որոնք ուսուսի կռվել են ռազմաճակատում եւ աշխատել թիկունքում անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով, մատուցելով նացիստական զավթիչների նկատմամբ երկար սպասված հաղթանակը, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը այս տարի չի մասնակցի հաղթանակի շքերթին։ Ասում եք նախկինում քանի նախիրեր դուրս գալիս։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր քարոզարշավը սկսել է Սյունիքի մարզից։ Առաջին կանգառը Գորայք համայնքն է, որտեղ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին գյուղատնտեսության արդիականացման իրենց տեսլականն է ներկայացրել։ Փաշինյանի խոսքով կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել կաթի գինը, սակայն ապագան խելացի անասնագոմերինն է, քանի որ ձեռքով կթած կաթը ժամանակի ընթացքում կորցնելու է իր շուկայական արժեքը։ Այդ մեթոդով արտադրած կաթը 10 տարի առաջ ասացիք, որ 190 դրամ էր, չէ՞ ով ասեց, այո ճիշտ եք ասում, 190 դրամ էր, բայց 10 տարի հետո այդ մեթոդով արտադրած կաթի գինը լինելու է 0, որովհետև ժամանակակից մարդը, ժողովուրդ ջան, փոխվել է, մենք անում ենք խելացի անասնագոմերի ծրագիր, Գորայքից ընդհանրապես նախիր պետքա դուրս չգա, որպեսզի Գորայքի կաթի գինը սուբսիդավորման կարիք չունենա, որովհետև այն կաթը, որը արտադրվում է խելացի անասնագոմերում, երբեք այդ կաթի գինը 200 դրամից այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում ցածր չի։ Կարճ ժամանակում ընդդիմադիր ամենամեծ ուժը դարձած ուժեղ Հայաստան դաշինքը առավոտյան ազգային ժողովի դիմացից է սկսել քարոզարշավը։ Դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի խոսքով ուղիղ 8 տարի առաջ այս նույն օրը եւ այս նույն շենքում վարչապետ է ընտրվել գործող իշխանության ղեկավարը, սակայն ժողովրդին տրված բարեկեցության եւ խաղաղության խոստումները այդպես էլ իրականություն չեն դարձել։ Կարապետյանը շեշտել է, որ իշխանության վարած արտաքին քաղաքականությունը վտանգի տակ է դրել երկրի տնտեսական անվտանգությունը, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների լարման ֆոնին։ Մեր երկիրը ունի առևտրային գործընկերներ, շատ քիչ առևտրային գործընկերներ։ Այդ առևտրային գործընկերների հետ հարաբերությունների խաթարելը հնարավորություն չի տալու մարդկանց գնալ արտագնա աշխատանքի։ Հայկական բեռները հնարավորություն ունեն ոչ թե մաքսային ընթացակարգ անցնել Լարսում, սպասեն հերթի տակ, այլ անցնեն սահմանը երկրի խորքում ավելի հարմար պայմաններում առանց հերթ անցնեն։ Քանի որ մենք ընդհանուր տնտեսական գոտի ենք, մաքսային գոտի ենք, ժամանակին մեզ առաջարկվել է, որ տերմինալ կառուցվի ավելի խորքում, որ հայկական մեքենաները չկանգնեն, վստահ եղեք, դա անելու ենք, այնպես չի որ, այս իշխանությունը մի հատ վերին Լարսի հարց չի լուծում, ժողովուրդ, մենք վերին Լարս մի հատ ճամփա է, էլի։ Այդ հարցը ոնց կարա նորմալ իշխանությունը չլուծի։ Դուք նենց ենք մեզ խեղճացրել, որ մի հատ ճանապարհի մասին կարանք ժամերով խոսանք։ Դա մի հատ պայմանավորվածություն է, մի հատ աշխատանքը, մի հատ տերմինալի կառուցումը եւ վերջ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի հետ հանդիպմանը Արարատի մարզի գյուղացիներին առաջնայինը մտահոգել է տնտեսական հարցը։ Ըստ հավաքվածների, պարարտանյութի բարձր գինը եւ գյուղնախարարության բացակայությունը հողագործին կանգնեցրել են փաստի առաջ։ Ծառուկյանը խոստանում է, գյուղացին պետք է ստանա անտոկոս վարկեր եւ պետական աջակցություն։ Գյուղնախարարությունը այսօր պետք է բացվի անմիջապես խեն փակե, որ գյուղը վերանա։ Ժողովուրդ այսօր սա վարկերի պարտքերի տակ նստած, գարնանը պարտ կանն վարկա վերցնեն, որ գանի մշակի, ասնան էլ հազիվ հավաքելով տոկոսը տա, գումարը տա։ Գյուղացուն գոնե իր հողի չափսով պետք է տրամադրի գումարը առանց տոկոս։ Գյուղացին տունը նստածով ֆոկուս չի անելու, որ փողերը գան։ Սա ծախսը բրծելա գանանը պետք է իր գործով ընկնի, հեկտարի չափով թող տրամադրեն 0%-ով։ Աշնանն էլ տան, պետք է մարդկանց հնարավորություն տան, ժողովուրդը բերք ու բարիք ստեղծող մարդ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը նախընտրական քարոզի առաջին օրը մեծ հանրահավաք է հրավիրել Էջմիածնում։ Նախընտրական մեր ծրագիրը կազմված է 6 սկզբունքների վրա։ Այդ սկզբունքներն են անվտանգ եւ մրցունակ Հայաստան, համերաշխություն,
ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք եւ գիտություն։ Այս արժեքների ու սկզբունքների վրա մենք միասնաբար այս թիմով, մեր ծրագրով կտրելու ենք այս նվաստացման, ողբերգության, զիջումների շղթան եւ միասին երկիրը դուրս բերենք այս իրավիճակից։ Այսօր մենք քարոզչական խմբով Լուսավոր Հայաստան կուսակցությունների նախընտրական քարոզարշավը սկսել է սահմանային երասխից կիսատ մնացած մետալուրգիական գործարանի հիմքերի մոտից։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի ձևակերպմամբ այս վայրը Հայաստանի խաթարված ինքնիշխանության խորհրդանիշն է։ Լուսավոր Հայաստանը հայտարարել է, որ իրենց ռեմոնտադան կամ վերադարձը լինելու է դեպի ակունքներ եւ իրական ինքնիշխանություն։ Անհրաժեշտ է քվեարկել մեզ, որպեսզի Հայաստանը կարողանա վերագտնել իր ինքնիշխանությունը եւ իրականացնել ռեմոնտադը, այսինքն Հայաստանի վերադարձը։ Հայաստանի վերադարձ դեպի ինքնիշխանություն եւ ահա դա է պատճառը, որ մենք ասում ենք ռեմոնտադա լինելու է, այսինքն վերադարձ մեր ակունքներին, մեր ինքնիշխանությանը։ Եվ նա արեց այն ժամանակ, երբ հայերը սեփական պետություն չունեին։ Կոշավանքում է սկսել իր նախընտրական արշավը միասնության թևերը։ Կուսակցության վարչապետի տեխնացու Արման Թաթոյանի խոսքով քաղաքականությունը պետք է դադարի լինել դատարկ խոստումների դաշտ եւ դառնա խնդիրների ախտորոշման ու լուծման պատասխանատու գործ։ Այստեղ Գոշավանքում ես կկենտրոնանամ երկու կարևոր կետի վրա, որոնք այս վայրում պատահական չեն՝ իրավունքի եւ իրար հետ կապված լինելու վրա։ Սկզբունք, որ պետք է դրվի որոշումների հիմքում եւ ոչ թե կամ, եւ մարդու իրավունքներ, եւ զորեղ պետություն, եւ Երևան, եւ մարզեր, եւ ավանդույթ, եւ զարգացում։ Հայաստանը չափազանց երկար ժամանակ ստիպված է եղել ընտրել միայն մեկը։ Մենք վերացնելու ենք եւ վերցնելու ենք երկուսը միասին։ Մենք քաղաքացիները պետք է որոշեն Հայաստանի ապագան։ Ռեֆորմիստների կուսակցությունը ներկայանում է 83 հոգանոց ցուցակով, որտեղ ըստ կուսակցության առաջատարի չկան մեծահարուստներ ու գործարարներ։ Անվտանգություն եւ զարգացում կարգախոսի ներքո հանդես եկող ուժը շեշտել է, առանց անվտանգության համակարգի հնարավոր չէ ունենալ տևական խաղաղություն, ուստի իրենց ծրագրի հիմքում ռազմական, տնտեսական եւ տեղեկատվական անվտանգությունն է։ Մեր կարգախոսը մենք ընտրել ենք ինչի համար անվտանգություն, որտեղ գտնում ենք այսօր քաղաքական բանավեճի հիմնական թեման դա խաղաղությունն է եւ պատերազմը։ Մենք ընտրել ենք անվտանգությունը, որովհետեւ մենք գտնում ենք, որ ոչ խաղաղությունը, ոչ պատերազմը իրենք հավերժ գաղափարներ չեն։ Դրա համար մենք կարծում ենք, որ մեր պետության համար այսօր գերակա խնդիրը անվտանգությունն է եւ ոչ միայն ռազմական առումով, այլ տնտեսական անվտանգություն, տեղեկատվական անվտանգություն։ Դուբայի միջազգային օդանավակայանի մերձակայքում այսօր պայթյուններ են որոտացել բալիստիկ հրթիռների եւ անօդաչու սարքերի համակցված հարձակման հետևանքով։ Հորմուզի նեղուցում իրանական զինուժի եւ ամերիկյան ռազմական նավերի միջև եղել են զինված անկանոն բախումներ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Օմանի ծոցում իրանական 3 լցանավ շարքից հանելու մասին, սահմանված շրջափակումը խախտվելու հիմնավորմամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնին մեղադրել է հրադադարի դրույթները խախտելու համար, սակայն դեռևս քննարկում է ամերիկյան կողմի վերջին առաջարկները։ Արևմտյան վերլուծաբանները կասկածի տակ են դնում Սպիտակտան ռազմավարությունը, քանի որ ռազմական ճնշումն այդպես էլ չի թույլատրել Իրանի պաշտպանական ներուժը։ Հակամարտության այս սրացումը եւ ելքի հստակ ծրագրի բացակայությունը վկայում են, որ կողմերից ոչ մեկ դեռևս չի հասել իր սկզբնական քաղաքական նպատակներին։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամի ֆոնին, կողմերին կոչ անելով թուլացնել լարվածությունը եւ ապահովել նավագնացության անվտանգությունը։ Մտահոգության առիթ է դարձել Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավթատարի վրա հարձակումը, որի անձնակազմի մեջ չինացիներ կան։ Պեկինը շեշտել է, որ նեղուցով նավերի անխափան անցման շուտապույտ վերականգնումը բխում է միջազգային ամբողջ հանրության շահերից։
Մոսկվայի հաղթանակի օրվա տոնակատարություններից առաջ Կիևում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին տարհանելու Ռուսաստանի կոչին է հակադարձել Եվրահանձնաժողովը։ Եվրամիությունը շեշտել է, որ կպահպանի իր ներկայությունը Ուկրաինայի մայրաքաղաքում, չնայած պատասխան հարվածների սպառնալիքներին։ Եվրահանձնաժողովի խոսնակը նշել է, որ Մոսկվան փորձում է պատերազմի մեղքը բարթել Ուկրաինայի վրա։ Ռուսական կողմը զգուշացրել է, որ տոնակատարությունների ժամանակ ցանկացած հարձակում կհանգեցնի հրթիռային զանգվածային հարվածի։